բարի օր։ Այսօր առաջարկում եմ պատրաստել լազանյա։ Ասեմ, որ այս բաղադրատոմսը շատ հեշտ է։ Իսկ լազանյան բան ջրեղենային։ Դե ինչ եթե պատրաստ եք, սկսենք։ Լազանյայի շերտեր, կարտոֆիլ խաշած, գլուխ սոխ, ձու, դեղին պանիր, աղացած կարմիր սև պղպեղներ, մայոնեզ, մշկնկույց, աղ և ցանկալի տրամադրություն։ Գազօջախին ջուրը եռում է, հենց այսպես եռացող ջրի մեջ սուզում ենք լազանյայի շերտերը։ Սա պատրաստի վաճառվում է։ Թողնում ենք մոտ 30 վայրկյան, պահի ժամանակը։ Նախապատրաստում ենք սառը ջուրը և սրբիչ, որի վրա փռել ենք։ Չանցավ 30 վայրկյան։ Անցավ 30 վայրկյան հետո սա գցում ենք սառը ջրի մեջ։ Մյուսը սուզում ենք եռացող ջրի մեջ։ Սառը ջրից հետո հանում ենք սրբիչի վրա։ Անցնի 30 վայրկյանը ասա։ Զուգահեռ կարելի է նաև միջուկը պատրաստել։ Այ եթե դու խաշեր լազանյայի շերտերը, ես կպատրաստեի միջուկը։ Այ դու խաշիր, հաշվիր, խաշիր, իսկ ես պատրաստեմ միջուկը։ 30 վայրկյան թողնում ես եռացած ջրի մեջ, սառը ջրի մեջ և սրբիչի վրա։ Լավ։ Իսկ ես միջուկը կպատրաստեմ։ Սա քեզ լազանյաները։ Խաշած կարտոֆիլը հարկավոր է անցկացնել քերիչով։ Այո, ճաքեց։ ոնց ճաքեց։ Սանինը 30։ Ճաքեց։ Չհաստրեց։ Ով չհաստրեց։ Դու թե լազանյայի շերտը։ Հիվանդին չկարողացան փրկել։ Լավ, թող մնա։ Այսպես փրկիր վիճակը, 30-ից ավել չթողնես եռացող ջրի մեջ։ Դու նա հանի սրբիչի վրա։ 30։ Շատ լավ է ստացվում։ Իսկ ինչ ես լսում։ Աթիվի։ Աթիվի։ Փաստորեն աթիվին կարելի է ոչ միայն նայել, այլ լսել։ Բա ո՞նց։ Իսկ երբ քանից։ Տենց։ Տենց։ Լավ։ Տապակը վերցրու գազօջախից և մյուս տապակը դիր, և տապակում ենք, ինչով ձիթայողը մոռացում ենք։ Ձիթայողը։ Լցրու ձիթայողը։ Դուք էլ գրանցեք ձեզ մոտ։ Ճիշտ է։ Կավելացնես բաղադրատոմսում ձիթայող կավելացնես, ձիթայող։ Լցրու թող տաքանա։ Շատի լցնեմ։ Լցրու։ Բավական։ Աչկա չափով։ Եվ մինչ այն տաքանում եմ, դու լազանյան հանում ես, իսկ ես կտրատում եմ սոխը։
Տակացավ զիթայողը։ Տակացավ է։ Տակացավ է։ Ինչ եղավ։ Բան, հոտեր եք դասում։ Հոտեր, խառներ։ Խառներ սոխը։ Խառներ սոխը։ Խառներ սոխը։ Վերջ, վերցնում ենք ջերոցի տապակը, որի մեջ պատրաստել ենք լազանյան, և ինչ ենք անում, որ հաղորդումն է արդիվի, ինչ ես լսում, Բանը, ծրագրերի, ինչ է ծրագրերի, կարող է բաց դռներն է, չէ, փող են տալու։ լավ հասկացա, մի խոսքով տապակի մեջ շարում ենք առաջին շերտ լազանյան, բայց նախքան լազանյան շարել է, հարկավոր է մի փոքր ձիթայուղ կսել, ձիթայուղ կսել, ինչ լավ է, չէ՞։ Հա, բայց աչքերա ծակում, ոնց ես կտրում։ Հաճույք, Աչքերը հաճույքով, Բանը կարևորը ստացնում։ երբ չէ, երբ հաճույքով ես անում, աչքերը չի կծում։ որ ասես կարևորը տրամադրություն։ Այդ կարևոր ստեղա, տրամադրություն, չէ, տրամադրությունը ստեղա, թե ստեղ։ Կոմո տրամադրությունը ստեղա, թե ստեղ։ Բանը Մի ասա։ դրամապանակից մեջ է տրամադրությունը, բայց Տես տրամադրության հեռու չես գնա։ շատ դավաներ։ Շատ։ Ուշ քո միտքդ Հա, դրամապանակն է։ տենց է։ Դրամապանակի մեջ չէ բարեկամս երջանկությունը։ Այլավ լրիր։ Հիշում ես։ Չէ։ Ախրջանովը երկում է երկանկություն, անցիկ կողքովս, դու հարատև չես։ Այս բանը։ Լավ, առաջին շերտը փռելուց հետո լցնում ենք կարտոֆիլի կեսը։ Սա մի մասն է, սա կեսը չի։ Այ կեսը, սա է։ Իսկ աղ չպետք է անենք։ Իսկ աղը կանենք վրայից։ Այնուհետև պատառաքաղի օգնությամբ, մի արա, պատառաքաղի օգնությամբ հավասար արացում ենք։ Քերիչի մեջ որ մնացել է, պնդացել է և մի տեսակ չի տարածվում։ Պնդացը մնացել է։ Հետի Բավական է։ Մի րոպե խառներ, ես համեմ եմ կարտոֆիլը։ հերիքը սխալ է։ Հերիքը չէ, բայց բավարար է, Մի ուղի չէ, անհարմար է։ ես չեմ ուղում, ես իմ ձևով եմ ասում, դու քո ձևով ես ասում։ Ընդհանրապես չեմ ուղում։ Բանը վարվեց։ Վարվեց։ Հայում ենք նաև սև կարմիր պղպեղներով, չմոռանանք մշկնկույզը։ Իսկ դու գիտես որ մշկնկույզը, գիտես։ Մշկնկույզ։ Մկան հետ կապ չունի, չէ։ Ոչ, իհարկե կապ չունի, ընդհանրապես ոչ մի ազգակցական կապ չունի։ Սենց որ միասին սա ոնց որ Հայելի։ երաշտություն լինի։ Դասական ոչին է շատ լավ։ Ասում դասական երաշտության տակ սոխ եղած ես։ Դրա մաներ սոխը չի վառվում։ Չի վառվում, անգամ չի եփվում, չի տապակվում։ Դուր տեսնեմ դիրցած։ Սրա կեսը լցնում ենք կարտոֆիլի վրա։ Պահեմ Քիչ։ Այսպես աչքեր չափով կեսը։ Ինչ ես լսում։ Բարեկամ։
սոխնել հավասար տարածելուց հետո լցնելու ենք մայոնեզ։ Դու անջատիր արդեն գազ օջախը, բավական է։ Դուր։ Միրը։ Պետք է տրամադրվել։ Ճիշտ գնաց, որովհետեւ լավ, բավական է։ Վրան փռում ենք մյուս շերտը։ Լազանիայի այսպես ենք, այսպես երկուս և սել մեջտեղի մասում։ ասեց կանգնած եմ մնալու։ Կարող ես պարել, կարող ես բարևներ ուղարկել, կարող ես լկստվել։ Ես հիմա կլցնեմ երկրորդ շերտը կարտոֆիլին։ Մինի արդայնացիր։ Ես կլցնեմ, դու գզիր ար։ Գզիրն էց արտահայտությունը ոնց էր բուրդ։ Բուրդը գզիր, այլ, գզիր կարտոֆիլը։ Դու գզիր ես սա կվերադառնամ։ Համեմ ենք։ Պղպեղներով։ Դու մինչ այդ կարող ես հիշեցնել, թե ինչ ենք օգտագործում բաղադրատոմսի մեջ թվարկի։ Այո, օգտագործում ենք բաղադրատոմսի մեջ ինչ որ գրած է բաղադրատոմսում։ Այսինքն ասում է այս մթերքը պատրաստելու համար, այս ուտեստը պատրաստելու համար պետք է այսինչ բան։ Ու ինչ որ գրած է, այն էլ օգտագործում ենք։ Լավ։ Բայց ձիթայուղը։ Այդ դիտայուղը ու վերջ։ Աղն էլ արեցինք, մշկ ընկույզը մորացանք, մշկ ընկույզը։ Ոչ, առաջին շերտի վրա ենք արի, երկրորդի վրա չենք արի։ շատ դաժան հոտ ունենք։ Շատ լավ, Այստեղ բուրում ավակի։ դու ասում ես բուրում է, ես ասում եմ հոտ է գալիս։ Հոտ է գալի։ Հոտ։ Լավ։ Մայոնեզ հիմա չենք անում։ Դու մնացած սոխերացել ես ու վրան, ես ձվերը հարեմ։ Ձվերը հարկավոր է ջրով հարել։ Ներկում ենք գոլ ջուր և այս երեք ձվերը գոլ ջրով հարում։ Քանակը քիչ ջրով եք, շատ ասում։ Շատ ծիծաղելի է։ Գործընկերներն են, ասում են Գովազանից մեջում։ Ճիշտ ժամանակն է հիշել մեր գործընկերներին։ Մեր գործընկերն է Մարանիկ ընկերությունը իր հրաշահամ հատիկերենով և բարձրակարգ համեմունքներով։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե Մարանիկ։ Մեր գործընկերն է Մարիաննա ընկերությունը կատնամթերքի ավանդական և բիֆիդո բազմազան տեսականիով։ Մարիաննա բարձրորակ կատնամթերք։ Մեր գործընկերն է Անկոր կարագը, առանց որի չեն պատրաստվում ճաշատեսակներ, չեն թխվում թխվածքներ, էլ չասենք բուտերբրոդների մասին։ Առանց Անկոր կարագ բուտերբրոդը բուտերբրոդ չէ։ Մեր գործընկերն է Բեկոն պրոդուկտ ընկերությունը, Լինդա ապրանքանիշով։ Կհանդիպենք գովազդային ընդմիջումից հետո և կշարունակենք պատրաստել լազանիա։ Ձվերի վրա ավելացնում ենք մի փոքր գոլ ջուր, դու համեմիր աղով սոխը։
մի փոքր էլ այստեղ լցրու։ Մի քիչ։ Շատ լավ։ Իմ կողմից։ Քո կողմից։ Կողմից արշարունակիր հարել։ Իսկ ես քեչով կանցկացնեմ պանիրը։ Պանիր անցկացնում քեչով։ Կարող գոգլի եմ սարքում։ Գոգլի չես սարքում։ Իրական։ Լսում ենք սա վրան։ Որ հաղորդում ես տեսում։ Երկումը։ Ահա։ Վերջ, ձուն լցնելուց հետո շարում ենք խմորի շերտերը։ Վրան պանիրն ենք լցնում։ Ջեռոցը պատրաստեմ։ Ջեռոցը պատրաստի, նախապատրաստի ջեռոցը։ Միացրու 220 աստիճան եւ ժամանակը դիր 33։ Պանիրից հետո լցնում ենք մայոնեզ։ Բաց արա ջեռոցը։ 38 եղավ, ոչինչ։ Ոչինչ։ Եվ սա դնում ենք ջեռոցը։ Դե լավ, գնանք տեսնենք ինչ կարևանների տանը։ Իսկ ասեմ քեզ, Այ, ասա։ աթիվին Այո։ Ասում, տեսքը բավականին հետաքրքիր է։ Սոխով եւ կարտոֆիլով լազանիա։ Լազանիայի շերտեր մոտ 10 հատ, կարտոֆիլ խաշած 5 հատ, սոխ 5 գլուխ, ձու 3 հատ, մայոնեզ կես տուփ, դեղին պանիր 60-70 գրամ, մշկնգույս, ձիուղ, աղ եւ պղպեղներ։ Պատրաստման եղանակը. կաթսայի մեջ ջուր եռացնել, լազանիայի շերտերը եփել հատ-հատ, 30 վայրկյան, որից հետո գցել սառը ջրով ամանի մեջ, փռել սրբիչին։ Խաշած կարտոֆիլը քերել, սոխը կտրտել, ձիթայուղով տապակել մինչև թափանցիկ դառնա։ Ջեռոցի տապակը յուղել, մեջը խմորաշերտ փռել, վրան կարտոֆիլ, աղ, պղպեղ, մշկնկույզ անել, սոխերած տարածել, մայոնեզ սկսել։ Կրկին դնել լազանիայի շերտ, կարտոֆիլ, սոխերած եւ այստեղ արդեն մայոնեզ պետք չի անել։ Հարկավոր է ձվերը հարել, մի քիչ ջուր ավելացնել, համեմել այս զանգվածը եւ տարածել սոխերածի վրա, որից հետո մեկ շերտել խմոր դնել, վրան քերած պանիր շաղ տալ, մայոնեզ տարածել եւ եփել 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում մոտ 30 րոպե։ Եվ վերջում զինենք մեր օրգանիզմը վիտամին C-ով։ Առաջարկում եմ թթու դրած կաղամբով աղցան պատրաստել։ Եվ այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է դե իհարկե թթու կաղամբ կտրտած, մաղադանոց, գլուխ սոխ, աղ, կարմիր պղպեղ եւ ձիթայուղը ճմորվել։ Այսքան։ Սկսենք մշակել սոխը։ Օգտագործել ենք գլուխ սոխի կեսը։ Գլուխ սոխի կեսը։ Այն հարկավոր է կիսա օղակներով շերտատել։ Մնաս հասնել կարելի է, այդ քնան շատ չէ։
Փաստորեն օգտագործում ենք ամբողջությամբ գլուխսոխը։ Սա լցնում ենք քամիչի մեջ։ Եվ աղով տրորում, աղենքանում և տրորում։ Լավ տրորից հետո սառը ջրով լվանում ենք։ Սառն ենք նրա համար, որպեսզի ավելի նուրբ համ ունենա սոխը։ Կծությունը անցնի։ Վերջ, թող քամվի։ Այդ ընթացքում կարելի է մանրացնել մաղադանոսը։ Լցնում ենք թթու կաղամբը, նախատանոսը, սոխը, համենք, հացած կարմիր բեղով ու փոքր հավանեցնենք և առատ ձիթայուղ։ Վերջ, լավ խառնելուց հետո աղցանը պատրաստ է։ Ես կմնա ընդամենը սա լցնել մատուցվող համարի մեջ։ Թթու կաղամբով աղցան, թթու կտրտած կաղամբ 1.5 բաժակ, սոխ 1 գլուխ, մաղադանոս փոքր փունջ, ձիթայուղ, կարմիր պղպեղ։ Պատրաստման եղանակը՝ սոխի գլուխը կիսել, կիսաօղակներով կտրտել, թեթևակի աղանել, լավ տրորել, լվանալ սառը ջրով, ջրքամել, մաղադանոսը մանրացնել, ավելացնել թթու կաղամբը, ջրքամած սոխը, համեմել կարմիր պղպեղով, եթե անհրաժեշտ է աղով և ձիթայուղով, խառնել ու մատուցել։ Այսօր այսքանը և հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգարնեսեր պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խոզի փափկամիս, սոյայի սոուս, չոր սամիտ և մաղադանոս, ալյուր, սխտոր և ձիթայուղ։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։